Նոր պայմանագրեր միջազգային հեղինակավոր երկու բուհի հետ, ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի ձևավորման համար։ Կառավարության նիստում Ժաննա Անդրեասյանն է ներկայացնում։ Դրանցից առաջինը Լոնդոնի արվեստների համալսարանն է, որը առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային վարկանիշավորման համակարգերում որպես արվեստի և դիզայնի բակալավրական մակարդակում կրթական ծրագրերի լավագույն բուհ։ Երկրորդ պայմանագիրը կնքվելու է Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի հետ, որը հիմնադրված լինելով 1847 թվականին հանդիսանում է կատարողական արվեստների կրթության ոլորտում համաշխարհային առաջատարներից և այն եզակի հաստատություններից է, որ կրթական ծրագրեր են առաջարկում ինչպես կատարողական, այնպես էլ արտադրական արվեստների ուղղություններով։ Նախարարի խոսքերով երկու բուհի հետ աշխատանքը հնարավորություն է տալու ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի պարագայում ունենալ միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող բովանդակություն, Հայաստանում կրթությունը դարձնելով մրցունակ։ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիան երաժշտական բաղադրիչով է աշխատանքները տանելու և այս մասով նախատեսում է, որ նրանց հետ պայմանագիրը կլինի մինչև 371.325 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամի չափով և Լոնդոնի արվեստների համալսարանը բոլոր մյուս ուղղություններով բացառությամբ երաժշտության բաղադրիչի, որոնք ներառվելու են արվեստների կլաստերով և պայմանագրի արժեքը մինչև 368.778 բրիտանական ֆունտ ստերլինգին համարժեք դրամ է։ Համագործակցությունը նախատեսված է 3 փուլով մոտ 24 ամսվա շրջանակներում։ Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցն էլ իրատեսական է, ասում է նախարարը։ Այժմ նախատեսված վայրում մաքրման աշխատանքներն են ընթանում։ Զուգահեռաբար իրականացնում ենք նաև ծրագրի ֆինանսական կողմի գնահատումը։ Այստեղ էլ պայմանագիր ունեինք Ernst & Young կազմակերպության հետ, որը ամփոփում է աշխատանքը։ Արդեն ունենք նախնական ամբողջական գնահատականը ֆինանսական արժեքի մասով, առաջին փուլի կտրվածքով և աշխատում ենք նաև ներդրումների աջակցման կենտրոնի հետ ներդրումային համաժողովի ուղղությամբ, որովհետև նաև գործընկերների ներգրավման փուլին ենք հասել և առաջիկայում այստեղ էլ պիտի ակտիվացնենք մեր աշխատանքները։ Կատարողականի գնահատման ծրագրով լրացուցիչ 4.6 միլիարդ դրամ կհատկացվի պետական կառավարման մարմինների վարձատրության համար։ Նախագիծը փոխվարչապետն է ներկայացնում։ Ծրագրի հիմքում աշխատանքի բարձր արդյունքների համար պետական համակարգի աշխատակիցների նյութական խրախուսումը և այդ եղանակով հանրային ծառայության որակի բարձրացումը։ Այս ուղղությամբ հետևողական աշխատանքային հիմքն է, որը պետք է ապահովի համակարգում մրցունակ կադրերի պահպանումը և նորերի ներգրավումը, ինչպես նաև երաշխավորի, որ կառավարման մարմիններին հատկացվող հանրային ռեսուրսները ծախսվում են ամենաարդյունավետ ձևով և ուղղվում են որակյալ պետական ծառայության կազմակերպմանը։ Ըստ 2025 թվականի առաջին կիսամյակի ծրագրի կատարողականի գնահատականի 57 ուղղություններով կառավարման 15 մարմինների համար լրացուցիչ վարձատրության ֆոնդը 3.6 միլիարդ դրամ է կազմել։ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով լրացուցիչ վարձատրության նպատակով հատկացվող միջոցները կկազմեն մոտ 4.6 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա մեր արդյունքները և ցուցանիշները մեզ ևս մեկ անգամ գալիս են համոզելու, որ այս ուղղությամբ ներդրումները իրենք բերում են լրացուցիչ արդյունքներ և այդ լրացուցիչ արդյունքները մենք կարող ենք այսօր մատնացույց անել։ Այդ լրացուցիչ արդյունքը առողջության ապահովագրության համակարգն է, այդ լրացուցիչ արդյունքը կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն է, այդ լրացուցիչ արդյունքը նաև կրթության, գիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներն են և այդ լրացուցիչ արդյունքը խաղաղությունն է, որովհետև ի վերջո եկեք արձանագրենք, որ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նաև որոշակի համակարգային աշխատանքի արդյունք է և այդ համակարգային աշխատանքը կատարում են մարդիկ։ Ապահով քաղաքացիակ կենտրոն և մարդակենտրոն Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով այսպիսին է իրենց ձևավորած Հայաստանը։ Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետև մենք հասել ենք պատմական նվաճման, մենք հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք առնվազն 1500 տարի մեզ հետ տեղի ունեցող անընդհատ կրկնվող պատմական ցիկլերը։ Մենք հաղթահարել ենք
ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները, երբ որ մեզ կաղապարը տվել են, ասել են, այ դուք սենց պետք է սիրեք հայրենիքը։ Մենք ենք տերը մեր երկրի, նպատակն իրագործված է, ասում է Փաշինյանը, գոյատևման օրակարգը փոխարինված է զարգացման օրակարգով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չի գոյատևում։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը կա, զարգանում է, աշխատում է, զարգանում է, ձևավորում է օրակարգեր, լուծում է այդ օրակարգերը, այդ լուծված օրակարգերից նոր օրակարգեր են բխում, լուծում է նաև այդ օրակարգերը։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը շարունակաբար աճում է։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային հեղինակությունը աճում է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի է ինքը զբաղվել իր միջավայրում իր համար հարմարավետություն ստեղծելով։ Վարչապետը դիմում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին։ Այս ծրագիրը նաև պետք է տիմերում կիրառել։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ մենք այս խնդիրը պետք է լուծենք նաև տիմի մակարդակում, սենց չի լինի։ Բարձրացում։ Պետք է լուծենք։ Պետք է լուծենք, ես հիմա չեմ բանանում, որ մենք հիմա մանրամասները քննարկենք, բայց ես, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ դեռ, առնվազն 2 տարի առաջ, այս հարցով հանձնարարական եմ տվել և մենք այդ խնդիրը պետք է լուծենք։ Համայնքների նոր խոշորացումներ են սպասվում, նախագծով առաջարկում են միավորել 9 համայնք 80 բնակավայրով և ձևավորել 3 խոշորացված համայնք 3 մարզերում։ Ստեփանավան համայնքը Լոռու մարզում, ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռիբերդ համայնքները, ընդհանուր 20 բնակավայր, Գորիս համայնքը Սյունիքի մարզում, ներառել ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները, ընդհանուր առմամբ 28 բնակավայր և Եղեգնաձոր համայնքը Վայոց ձորի մարզում, ներառնելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, ընդհանուր 32 բնակավայր, փոփոխությունը իրականացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կկազմի 64, խնդրում եմ հաստատել։ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրում է, չի եղել մեկ դեպք, որ համայնք խոշորացնելու համար փոշմանել են։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։